Բարև բոլորին, ձեզ հետ նորից սուպեր սմբատն է, այսօր ես դες կպատմեմ ինչպես անցան իմ աշտարակյան գարնանային արձակուրդները։ Մարիաննա եկեղեցի կառուցվել է 1281 թվականին դաշնագույն սրբատաշ տուֆից, իսկ 1838 թվականին կառուցվել է զանգակատունը։ Ներքուստ այն խաչաձև կենտրոնագմբեթ է, իսկ արտաքուստ ուղղանկյուն։ Սուրբ Մարիաննան աչքի է ընկնում իր սլացիկ համաչափություններով, թմբուկի շքեղությամբ և սլացիկ գմբեթով։ Իսկ հիմա այցելեք Պերճ Պրոշյանի տուն-թանգարան։ Այն հիմնադրվել է 1948 թվականի մայիսի 16-ին մեծանուն գրողի ծնված տան տեղում։ Սկզբում թանգարան իրենից ներկայացրել է Պրոշյանների տան հացատունն ու երկու փոքրիկ սենյակները։ Հետագայում 1965 թվականին կառուցվել է ևս մեկ սենյակ։ Թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է 1990 թվականին։ Այնտեղ կա նաև մառան, թորատուն, որտեղ հավաքված են 18-19-րդ դարերի պղնձե, կավե, փաթյա, կենցաղային իրեր և սպասք։ Մյուս սրահներում ցուցադրված են Պրոշյանի կյանքին, գրական հասարակական գործունեությանը վերաբերող նյութեր, նկարներ, անձնական իրեր։ Թանգարանից հետո այցելեցի ևս երկու եկեղեցի՝ Ծիրանավորը և Սպիտակավորը։ Սպիտակավորը կառուցվել է 5-6-րդ դարերում, վերակառուցվել է 13-14-րդ դարերում։ Ծիրանավորը նույնպես 5-6-րդ դարերի եկեղեցի է։ Դրսից եկեղեցին պաշտպանված է եղել երկու շարք պատերով, ինչը նշանակում է, որ այն ծառայել է նաև որպես ամրոց, իսկ Ծիրանավորի մյուս անվանումը Փոքաբերդ դրա ապացույցն է։ Ըստ ավանդության, աշտարակում ապրող 3 քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ 2 քույրերը որոշում են իրենց զոհաբերել կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են ձորը։ Այս լուրն իմանալով փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորերի եզրին 3 եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը։ Խոստանում եմ հաջորդ նյութերում պատմեմ ձեզ Կարմրավորի մասին։ Դե ինչ, այսքանն էր այսօրվա իմ տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք լայքի կոճակը, ցտեսություն։